7 ագռավները լատիշական հեքիաթ Լինում է չի լինում մի թագավոր Նա ունենում է 7 տղա, իսկ աղջիկ չի ունենում Թագավորը շատ էր ուզում աղջիկ ունենալ Եվ միշտ ասում էր Այ մի աղջիկ կունենամ Ամբողջ թագավորությունս նրան կտամ Իսկ տղաներս թող աշխարհ ման գան Եվ իրենց բախտը գտնեն Շուտով թագուհին մի աղջիկ է ունենում Թագավորը ուրախությունից քիչ է մնում պարի Իսկ տղաները շատ են տխրում Ու մի անգամ բոլորը հավաքվում են Որ որոշեն թե ինչ են անելու Երկար խոսում են Խոսեցին ու հետո որոշեցին Որ էլ սպասելը իմաստ չունի Զուր տեղը չարժե ժամանակ կորցնել Պետք է ճանապարհ ընկնել Միևնույն է, ուշ թե շուտ դա լինելու է Ինչպես որոշեցին, այդպես էլ արեցին Բայց ուր պիտի գնան թագավորի տղաները Գալիս են նրանք մութ անտառ ու մոլորվում 3 օր ու գիշեր թափառում են անտառում Ու դուրս գալ չեն կարողանում Երրորդ օրը անտառում մի փոքրիկ խրճիթ են տեսնում Այնտեղ մի պառավ է ապրում Նա էլ վերցնում է պահում 7 թագաժառանգներին Ցերեկը թագաժառանգները անտառ էին գնում, որս անում, իսկ պառավը տանը տնտեսությամբ էր զբաղվում Լավ էին ապրում նրանք, որովհետև թագաժառանգները հմուտ որսորդներ էին դարձել Իսկ այդ ժամանակամիջոցում թագավորի աղջիկը մեծանում է Նա արդեն 10 տարեկան էր ու շատ խելոք Մի անգամ պահարանում գտնում է 7 շապիկ Հարցնում է մորը Սա ում շապիկներն են Մայրը նրան պատմում է Դու 7 եղբայր ունեիր Բայց հենց որ ծնվեցիր Հայրդ խոստացավ ամբողջ թագավորությունը տալ քեզ Դե եղբայրներդ էլ գնացին իրենց բախտը գտնելու Խղճում է աղջիկը եղբայրներին Եվ որոշում է փնտրել նրանց Ու մի անգամ, առանց որևէ մեկին մի խոսք ասելու, վերցնում է 7 եղբայրների շապիկներն ու գնում տնից Գնում է եղբայրներին փնտրելու Գնում, վերջապես հասնում է մութ անտառին և մոլորվում 3 օր ու գիշեր թափառում է արքայադուստրը անտառում Իսկ անտառի վերջը չի էլ երևում Հոգնում է, սովածանում Նստում է մի կոճղի վրա ու լաց լինում Հանկարծ նրան է մոտենում մի սպիտակամորուք ծերուկ Հարցնում է Ինչու ես լաց լինում աղջիկս Ես տնից դուրս եմ եկել եղբայրներիս փնտրելու ու մոլորվել եմ Պատասխանում է արքայադուստրը Այս անտառն այնքան մեծ է Որ դու 3 շաբաթից էլ այստեղից դուրս չես գա Ասում է ծերուկը Վերցրու այս սուլիչը Հենց որ 3 անգամ սուլես, իսկույն կհայտնվես քո ուզած տեղում Ծերուկը սուլիչը տալիս է աղջկան ու միանգամից անհետանում Աղջիկը 3 անգամ սուլում է և ցանկանում լինել եղբայրների մոտ Այդ ժամանակ չգիտես որտեղից հայտնվում է մի վիթխարի արծիվ Վերցնում է արքայադստերն ու տանում փոքրիկ խրճիթի մոտ Իսկ խրճիթում միայն պառավն է լինում Դու չգիտես թե որտեղ են իմ եղբայրները Հարցնում է արքայադուստրը Ինչպես չգիտեմ Պատասխանում է պառավը Նրանք այստեղ են ապրում Միայն թե հիմա տանը չեն Գնացել են անտառ որսի Պառավը սիրալիր ընդունում է աղջկան Նա մնում է խրճիթում Որ երեկոյան տեսնի եղբայրներին Սպասում է, մինչև նրանք վերադառնում են անտառից Եղբայրները մտնում են տուն Տեսնում են իրենց շապիկները Եվ իսկույն հասկանում են, որ իրենց առջև կանգնած է իրենց քույրիկը Շատ են ուրախանում Չեն իմանում ինչպես ընդունեն իրենց քրոջը Տեսնում են խրճիթի մոտի պարտեզում 7 հրաշալի վարդ է բացվել Վազում են պարտեզ ու ամեն մեկը մի վարդ է քաղում, որ քրոջը նվիրի Բայց հենց որ նրանք քաղում են վարդերը, իսկույն դառնում են 7 ագռավ Տխրում է քույրիկն ու խնդրում պառավին
ասա ինձ, ինչպես փրկեմ եղբայրներիս։ Վայ, աղջիկս, պատասխանում է պառավը։ Դա հեշտ գործ չի։ Որպեսզի նրանց փրկես, դու պետք է 7 տարի լուռ ու մունջ մնաս։ Արքայադուստրն այնպես էր սիրում իր եղբայրներին, որ համաձայն էր ամբողջ կյանքում չխոսել, միայն թե նրանց ազատի դժբախտությունից։ Գնում է նա անտառ, բարձրանում մի մեծ կաղնու վրա ու ոչ մի խոսք չի ասում։ 7 ագռավն ամեն օր ուտելիք են բերում նրան։ Այդպես էլ նա ապրում է համրի պես։ Անցնում է 6 տարի, գալիս է 7-րդ տարին։ Եվ ահա մի անգամ թագավորն իր ծառաների հետ գալիս է անտառ որսի։ Որսի ընթացքում նրանք մոլորվում են անտառում, մոտենում են մեծ կաղնուն, տեսնում են, որ ծառի գլխին մի գեղեցկուհի աղջիկ է նստած։ Թագավորը հրամայում է ցած իջեցնել աղջկան ծառից։ Իսկ երբ աղջիկը հայտնվում է գետնին, թագավորը ճանաչում է իր աղջկան։ Ինչու ես դու անտառ փախել։ Ինչու ես ծառի վրա նստել, հարցնում է նա։ Աղջիկը լռում է։ Թագավորը շատ է զարմանում, ախր իր աղջիկն այնպիսի շատախոսն էր, ամբողջ օրը բլբլում էր ու բլբլում, իսկ հիմա ոչ մի բառ չի ասում, ասես համր լինի։ Ու ոչ ոք չի կարողանում օգնել նրան։ Միայն թե այն օրվանից, ինչ աղջկան բերում են տուն, ամեն օր թագավորի այգին են թռչում գալիս 7 ագռավ։ Նստում են նրանք արքայադստեր խնձորենուն և կռկռում։ Թագավորը կանչում է իր երկրի բոլոր իմաստուններին և հրամայում իմանալ, թե ինչի մասին են խոսում այդ ագռավները։ Իմաստունները 1 օր, 2 օր, 3 օր շարունակ գնում են անտառ, բայց թե ինչ են խոսում ագռավները, չեն հասկանում։ Թագավորը կորցնում է հանգիստը։ Ինչպես թե ինքը չիմանա, թե ինչի մասին են խոսում ագռավները։ Հրամայում է ամենուրեք հայտարարել, թե մեծ պարգև կտա նրան, ով կհասկանա, թե ինչի մասին են խոսում ագռավները։ Սպասում է թագավորը, սպասում, իսկ պարգևը ցանկացողներ չեն հայտնվում։ Եվ ահա մի անգամ թագավորի մոտ է գալիս մի մարդ։ Ասում է. ես գիտեմ, թե ինչի մասին են խոսում ագռավները։ Թագավորը շատ փող է խոստանում նրան։ Ես քեզ գաղտնիքը չեմ ասի, ասում է մարդը։ Մինչև դու չխոստանաս աղջկատ տալ ինձ կնության ու մեկ էլ քո թագավորության կեսը։ Սկզբում թագավորը լսել անգամ չի ուզում նրան, բայց այդ մարդուց բացի ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ են խոսում ագռավները։ Նա խոստանում է աղջկան էլ տալ նրան, թագավորության կեսն էլ։ Անծանոթը թագավորին բերում է այգի ու ասում. 7 ագռավները թագավորի տղաներ են։ Մի ժամանակ հայրը վռնդել է նրանց, և նրանք հեռացել են տնից։ Իսկ այդ թագավորը մի աղջիկ է ունենում։ Աղջիկը խղճում է իր եղբայրներին և գնում նրանց փնտրելու։ Երկար է փնտրում, մինչև վերջապես գտնում է։ Իսկ երբ գտնում է, նրանք դառնում են ագռավ։ Եվ որպեսզի նրանց փրկի, քույրը դառնում է համր։ Շուտով կլինի 7 տարի, ինչ նա չի խոսել։ Երբ 7 տարին լրանա, աղջիկը նորից կսկսի խոսել։ Իսկ 7 ագռավները շարունակ խոսում են այն մասին, թե վերադառնան հայրական տուն, ուր քույրիկը սպասում է իրենց, թե նորից գնան ու այս անգամ քույրիկն այլևս երբեք չի գտնի իրենց։ Թագավորն այստեղ հասկանում է, որ դրանք իր տղաներն են, բացականչում է. Եթե նրանք իմանային, թե ինչպես եմ սպասում նրանց, ինչպես եմ ուզում, որ նրանք վերադառնան։ Հենց այդ պահին լրանում է 7 տարին։ Թագավորը լռում է։ 7 ագռավները դառնում են 7 արքայազն։ Իսկ արքայադուստրը դուրս է վազում իր սենյակից և նորից սկսում է խոսել։ Ուրախությունից չի իմանում ինչ անի, որ տեսնում է եղբայրներին, ուրախանում է, երգում, պարում։
Թագավորը նայում է նրանց, ուրախությունից լաց է լինում և ներում խնդրում տղաներից։ Իսկ եղբայրները չեն իմանում, թե ինչպես շնորհակալ լինեն քրոջն ու անծանոթ օտարականին։ Արքայադուստրը ամուսնանում է օտարականի հետ, և նրանք ապրում են ուրախ ու երջանիկ։ Թագավորի փեսան հրաժարվում է թագավորության կեսից, որն առաջ պահանջում էր։ Նրանք թագավորությունը բաժանում են 8 հավասար մասի։ Շուտով արքայազուններն էլ են ամուսնանում։ Նրանք գնում են անտառ ու բերում են պառավին, որ նա էլ մասնակցի իրենց հարսանիքին։ Ու պառավը մնում է նրանց հետ ապրելու։ Եվ եթե նրանք չեն մահացել, ապա մինչև հիմա էլ ապրում են ուրախ ու երջանիկ։